Սիմոնելի ապյալ լայֆի մասին կխոսանք, երկու գրուպ ապարատ է, ձեզ ցույց կտամ, թե ինչպես է պետք միացնել ապարատը, ինչպես է պետք կարգավորել եւ ինչպես է պետք լվանալ սարքավորումը։ Սարքը պետք է միացնենք, միացնելու համար հարկավոր է իմանալ, որ երկու տեղ ունի անջատվելու։ Առաջինը իր գլխավոր անջատիչն է, որը գտնվում է իր աջ կողմի ներքևի դիմացի հատվածում։ Սեղմում ենք այդ կոճակը, սարքը սկսեց թարթել ամբողջ լույսերը ու մեզ տեղեկացրեց, որ իր մեջ հոսանք մտավ ու իր միացնելու կոճակը սկսեց թարթել։ Ինչի մասին է խոսում այս կնոպկեն։ Խոսում է նրա մասին, որ ապարատը ներքևից միացրած է, բայց իր հիմնական ծրագրային անջատիչից միացրած չի։ Սեղմած պահում ենք այս կոճակը, մինչև սարքը միանա։ Բոլոր լույսերը վառվեցին, դա նշանակում է, որ սարքը միացել է, ինքը սկսելու է ջուր լցնել, ջուրը լցնելուց հետո ավտոմատ շարունակելու է տաքանալ, մինչև հասնի իր աշխատանքային ջերմաստիճանին։ Ինչպես հասկանանք, որ սարքը հասել է իր աշխատանքային ջերմաստիճանին։ Սարքի դիմացի հատվածում ունենք ճնշման ցուցիչներ, մանոմետր։ Այս մանոմետրը կազմված է երկու մասից, երկու սանդղակից։ Երկուսն էլ ճնշում են ցույց տալիս, բայց տարբեր հատվածներում։ Վերևի սանդղակը ցույց է տալիս սորշու ճնշումը, ներքևինը ցույց է տալիս ցանցի ու քամելու ճնշումը, սուրճը քամելու ճնշումը։ Օրինակ այս պահին նայելով այս ցուցիչին մենք հասկանում ենք, որ դեռ չի տաքացել սարքը, որովհետև ճնշումը ցածր է, ստանդարտով պետք է լինի 1.5-ից 2 մոլորտային ճնշման սանդղակում։ Ներքևի մասում այս պահին ցույց է տալիս 3։ Այս թիվը այս տվյալ պահին խոսում է նրա մասին, որ մեր ցանցից դեպի սարք գնացող ճնշումը 3 ատմոսֆեր է։ Իսկ երբ որ մենք սկսում ենք օգտագործել, այսինքն սկսում ենք սուրճ քամել, տեսեք սլաքը բարձրացավ մինչև 9 մթնոլորտային ճնշում։ Դա խոսում է նրա մասին, որ սարքը ստեղծեց բավական քանակությամբ ճնշում, որպեսզի ձեր սուրճը կարողանա քամվի։ Դեպքեր են լինում, երբ որ սուրճը լավ չի քամվում, դա նշանակում է, որ կարող է եւ ճնշումը պակասել է։ Պետք է անպայման ստուգել այդ պարամետրը, որպեսզի համապատասխանի ձեր սուրճի քամման համար անհրաժեշտ ճնշմանը։ Սարքի դիմացի պանելի վրա ունենք լծակներ ու կնոպկաներ, ստեղնակներ։ Ամեն ստեղնակը նախատեսված է ինչ որ գործողության համար։ Սկսենք այս կողմից, այս սարքը երկու գրուպ սարք է, համապատասխանաբար ունի երկու ստիմերի ձող։ Ինչպես է աշխատում ստիմերի ձողը։ Աշխատում է մենակ այն ժամանակ, երբ որ ճնշումը բարձրացած է։ Որ ուշադրություն դարձնեք, արդեն մեր ցուցիչը ցույց է տալիս, որ ճնշումը բավական է, որպեսզի կարողանանք սարքը օգտագործենք։ Այս լծակը ունի երկու դիրք՝ սեղմել, թողնել եւ մշտական։ Երբ որ օգտագործում ենք սեղմել, թողնել դիրքում, ունի աստիճանաբար ավելացնելու կամ պակասացնելու հնարավորություն, այսինքն ինչքան շատ սեղմենք, այդքան ավելի ուժեղ գոլորշի կստանանք։ Նմանապես աշխատում է նաեւ մյուս կողմի ստիմերը։ Այժմ մի քիչ խոսենք ստեղնակների մասին։ 3 մասից է բաղկացած, ամեն գրուպը իր ստեղնակներով, եթե մեկ գրուպ է բնականաբար 1 ստեղնակ կա, եթե 3 գրուպ ապարատ է, 3 հատ ստեղնակ կլինի։ Մեր դեպքում 2 ստեղնակ կա եւ առանձին խումբով ստեղնակների, որը 3 կոճակից է բաղկացած, մեկը ինչպես տեսանք միացնել անջատելու համար է պատասխանատու, մյուսը պատասխանատու է տաք ջրի ծորակի աշխատանքի համար, իսկ երրորդը վերևի հատվածի տաքացման համար է պատասխանատու։ Ամեն կոճակը սեղմելով ակտիվացնում ենք համապատասխան ֆունկցիան։ Օրինակի համար, երբ որ մենք տաք ջուր ենք ուզում ստանանք, սեղմում ենք կոճակը եւ սկսում է ջուրը գալ։ Եթե մենք կոճակը սեղմել ենք, իսկ ջուր չի եկել, առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում ճնշման ցուցիչին։ Եթե մենք չունենք բավարար քանակությամբ ճնշում, ջրի հոսք չի լինելու։ Իսկ այս կոճակները ամենը պատասխանատու է իր գրուպի համար։ Աշխատում են նմանապես, ուղղակի պետք է հաշվի առնենք, որ միշտ ապարատի վրա գլխավոր կնոպկան այս առաջի ձախ կողմի շարքն է։ Շարքի վրա ունենք 5 հատ ստեղնակ։ Ու հնարավորություն ունենք բոլոր գրուպաները առանձին կարգավորելու ու ամեն կնոպկայի վրա իր համապատասխան ֆունկցիան դնելու համար։ Խումբը կարգավորելու համար հարկավոր է stop կնոպկան, սեղմած պահել այնքան ժամանակ, մինչև սկսի թարթել կնոպկաները ամբողջը։ Պահում ենք սեղմած։ Սկսեց թարթել։ Տեսնում եք, ցույց է տալիս ստեղ թարթոց ու այս գրուպի վրա։ Երբ որ մենք արդեն կարգավորել ենք, բնականաբար մեր սուրճը լցնում ենք։ Աղացի չափը կարգավորելուց հետո եւ տեմպերով կանելուց հետո տեղադրում ենք հենդը
եւ ուզում ենք արդեն այն քանակը անհրաժեշտ ստանանք, որը որ մեզ պետք է։ Դրա համար ինչ ենք անում, դե բնականաբար շերտը դնում ենք, բաժակը դնում ենք ու սկսում ենք քամել։ Այն պահին, երբ որ մենք մեզ անհրաժեշտ քաշը տեսանք, ուղղակի ստոպ ենք տալիս։ Կնկատեք, որ լույսերը էլ չեն թարթում այս ստեղնակի վրա, որը որ մենք նոր օգտագործեցինք։ Դա նշանակում է նրա մասին, որ երբ որ մենք ստոպ արեցինք, այս տվյալը, այս քանակը, որը որ առաջի կնոպկայից ուզել ենք ֆիքսվել է իր մեջ, ու հաջորդ անգամ, երբ որ մենք արդեն ծրագրավորման ռեժիմից դուրս գանք, սեղմենք այս տեղնակը, ինքը ձեզ տալու է այդ քանակի ջուր, ինչքան որ դուք արդեն իսկ ծրագրավորել եք։ Նման ձևով կարող ենք ծրագրավորել բոլոր կնոպկաները բոլոր գրուպաների վրա։ Այսինքն կարող ենք 1, 2, 3, 4 հատ ստեղնակ ծրագրավորել։ Ստոպով նշված ստեղնակը չենք կարողանա ծրագրավորել, որովհետև սա նախատեսված է անդադար հոսքի համար։ Այսինքն, երբ որ մենք օգտագործում ենք ստոպով, ինքը անընդհատ ջուր է տալու առանց կարգավորման։ Ինքը կանգնելու է այն ժամանակ, երբ որ մենք նորից իր վրա սեղմենք ու ինքը կդադարի ջուր տալը։ Այս սարքի վրա նաև կարողանում ենք տաք ջրի քանակը կարգավորենք։ Այսինքն, երբ որ մեզ հարկավոր կլինի այս կոճակը սեղմել, մենք կարողանանք ստանալ անհրաժեշտ քանակությամբ տաք ջուր։ Ինչ է պետք դրա համար։ Ես ձեզ ասել եմ, որ այս ստեղնակը խումբը առաջինն է համարվում, մաստերն է, ինչի համար է մաստեր համարվում, որովհետև ստեղից մենք կարողանում ենք կարգավորել նաև տաք ջրի հոսքի քանակը։ Նույն ձևով սեղմում ենք ստոպ կոճակը, մինչև սկսի թարթել, դնում ենք տարան, սեղմում ենք կոճակը այնքան ժամանակ, մինչև մեր ուզած քանակը ստանանք։ Մեր ուզած քանակը ստանալուց հետո եւս մեկ անգամ սեղմում ենք այս կոճակին, մեր մուտք արած տվյալը ֆիքսվում է եւ հետո նորից սեղմում ենք ստոպի վրա, որպեսզի մնացած պարամետրերը չխառնվեն եւ դուրս ենք գալիս օգտագործման ռեժիմ։ Խոսենք սարքի օգտագործելու մասին, ինքը բավականին դյուրին է, հեշտ է, ամենակարևոր պայմաններից մեկը այն է, որ մենք ամեն անգամ սուրճ սարքելուց հետո դատարկենք պորտոֆիլտրը, մաքրենք եւ պրոլիվ անենք, ինչի համար է դա հարկավոր, եթե մենք թողնենք օգտագործված սուրճը պորտոֆիլտրի մեջ, ինքը մնալու է այս հատվածում, տաքանալու է ամբողջությամբ ու հաջորդ անգամ օգտագործելուց ավելի դառը համ է տալու ձեր սուրճին, որովհետև մնացորդները սուրճի կեղտոտելու են ձեր ցանցերը եւ նստվածք են տալու, որը ազդում է սուրճի համային հատկանիշների վրա։ Հիմա խոսենք խնդիրների մասին, որոնց հետ դուք կարող եք առնչվել։ Նախագի պատահում է, երբ որ սուրճը քամելուց հավասար չի լուծվում ջուրը սուրճի մեջ։ Ինչի՞ց է դա պատահում, երբ որ ցանցերը խցանվում են, ջուրը լավ չի դուրս գալիս մեջից ու դուք ինչպես կարող եք տեսնել դա, երբ որ աշխատացնում ենք, ստեղից նորմալ հավասար բացվածքով ջուր չի գալիս, բարակ է ծորում։ Դա խոսում է նրա մասին, որ արդեն ցանցերը շատ են խցանվեց, մաքրելը ժամանակին չի եղել, պետք է քանդել եւ մաքրել սարքը։ Խնդիրներից մյուսը կարող է լինել այն, որ երբ որ դնում ենք պորտոֆիլտրը իր տեղում, սկսում ենք սուրճ քամել, այս հատվածից, կողքերից սկսում է կոֆեի ջուր դուրս գալ, այսինքն ոչ թե ծորակից է ջուրը դուրս գալիս, այլ կողքերից։ Դա խոսում է նրա մասին, որ արդեն մաշվող ռեզինները, որը գտնվում է ներսում, արդեն բավականին շատ մաշվածություն ունեն եւ արդեն ժամանակն է մտածելու գրուպայի մեջի գասկետները, այսինքն սալնիկները փոխարինելու համար։ Իրանք գտնվում են այս ներսի հատվածում ու փակում են պորտոֆիլտրի ու գրուպայի հանգույցը։